Պարոն Չալաբյան, խոսենք Ադրբեջանից եկող հայտարարությունների մասին, տեսնում ենք, որ Ադրբեջանը այնքան էլ պատրաստ չէ խաղաղության գնալու, ինչի մասին ամենաբարձր մակարդակով Հայաստանի իշխանությունները հայտարարում են, Ադրբեջանը նոր պայմաններ, նոր պահանջներ է ամեն անգամ ձևակերպում, մասնավորապես գիտեք, որ սահմանադրությունն է պահանջում, որպեսզի փոխվի առաջին Արցախյան պատերազմում կռվածներին պետք է հանձնվեն Ադրբեջանին, ինչ դիտարկումներ ունեք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի Տեսեք, Հայաստանում գործող իշխանությունը մի հատ տարօրինակ իրավիճակ է ստեղծել, երբ որ Ադրբեջանի հետ առերևույթ նա սկսել է բանակցել առանց միջնորդների, հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտից։ Դե ֆակտո իրականում Ադրբեջանի հետ բանակցությունում կա միջնորդ, դա Թուրքիան է, որը մեր համար վատթարագույն միջնորդն է հնարավոր բոլորից, ակնհայտ պատճառներով, հա։ Եվ ստացվել է մի իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը միայնակ դեմ հանդիման է մնացել Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ հասկանալի է լինելով շատ ավելի թույլ, նա անընդհատ ստիպված է տեղի տալ Ադրբեջանի պահանջներին։ Թուրքիան էլ ըստ էության ստանձնել է մի դիրքորոշում, որում նա ասում է, գիտեք ինչ, մենք ձեր հետ պատրաստ ենք հարաբերությունները բարելավել, բայց դրա համար դուք պետք է կատարեք սկզբից Ադրբեջանի պահանջները եւ այդ շղթան անվերջ է։ Այդ շղթան անվերջ է, որովհետեւ այդ անվանության մեջ Ադրբեջանը անընդհատ ինչ-որ մի բան ուզելու է, անընդհատ ինչ-որ մի բան ստանալու է, դրանով Հայաստանին ավելի թույլատնելու եւ շարունակելու է նորից ուզել։ Եվ երբևիցե չի լինելու խաղաղություն, որովհետեւ ամեն առանձին վերցած ժամանակամիջոցում Ադրբեջանը ինչ-որ բան ստանալով դիմացը ոչ մի բան չի տալու, ինչպես մինչև հիմա է եղել։ Ադրբեջանը երբևիցե դիմացը ոչ մի բան չի տվել, ամեն ինչ ստացել է միակողմանի, դա շարունակաբար թույլատրում է Հայաստանի Հանրապետությանը եւ վերմնա, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո պետք է անձնատուր լինի։ Դա կանխելու ըստ էության երկու կարևոր միջոց կա։ Առաջինը մեզ պետք է ներսից պատրաստ լինել դիմադրության եւ հակադարձելու Ադրբեջանի Հանրապետությանը, բայց որ նաեւ շատ կարեւոր է, այս ամբողջ բանակցային եւ ընդհանրապես ասած դիվանագիտական համակարգը պետք է փոխել։ Մեզ պետք է վերադարձնել բանակցային սեղանի շուրջը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այն երկրներին, որոնք պատրաստ են այդ բանակցություններին մասնակցել եւ որոնք պատրաստ են ինչ-որ չափով դիմագրավել Ադրբեջանի ախորժակներին սեփական երկրների շահերից ելնելով։ Տեսնում ենք Ադրբեջանի մյուս պահանջը հենց վերաբերվում է ԵԱՀԿ խմբի լուծարմանը, կարծեք թե այս իշխանություններն էլ դեմ չեն բավարարելու այդ պահանջը եւս։ Ինչպես եք տեսնում, երբ որ այս իշխանությունները շարունակաբար այսպես տանում են զիջումների, բայց ձևակերպումը տալիս են, որ փոխզիջումային է, բայց մինչ օրս մենք չենք տեսնում Ադրբեջանի։ Իսկ դուք իմ փոխարեն պատասխանեցիք։ Ոչ մի փոխզիջում ես այս ամեն ինչում չեմ տեսնում, սա միակողմանի զիջումներ են, եւ սա միայն մի տրամաբանությամբ կարող է տեղի ունենալ, որովհետեւ եթե դու մտածում ես ինչա մի երկրի իշխանություն անընդհատ զիջում մեկ այլ երկրի իշխանություններին, ապա մտածում ես, որ միակ բացատրությունն է, որ այս երկրի իշխանությունը մյուս երկրի իշխանությունների կամակատարն է, այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանությունները դարձել են թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարները, կամ եղել են ի սկզբանե, կամ դարձել են այս ընթացքում, բայց նրանք կամակատարներ, նրանք առաջնորդվում են նրանց օրակարգով եւ նրանց ռազմավարական շահերով։ Եվ դրանից նաեւ հետեւյալ տրամաբանական նաեւ հետեւությունն է բխմանիչականները, որ այս իշխանություններից պետք է կարողանալ ի վերջո ազատվել, որովհետեւ նրանք շարունակել են Հայաստանի Հանրապետությունը տանել դեպի անդունդ։ Իսկ որն է այս իշխանություններից ազատվելու ճանապարհը, մենք տեսանք, որ դա ընտրությունները չէր, դա փողոցային պայքարը չէր։ Կներեք, ես կարծում եմ եւ ընտրություններն են եւ փողոցային պայքարն են իրականում։ Վերարտադրվեցին 2021 թվականին այլ պայմաններում, որից չի հետևում, որ 26 թվականին եւս պետք է վերարտադրվեն, դա մեկ, եւ երկրորդը հետեւությունը ձեր որ փողոցային պայքարը չէր, եւս այդքան ճշգրիտ չի, որովհետեւ փողոցային պայքարը բոլոր դեպքերում աստիճանաբար խարխրում է այս իշխանությունների բազան, հաշվի առեք, որ նրանց հանրային աջակցությունը կտրուկ նվազել է, եւ դա նաեւ փողոցային պայքարի արդյունքում է, գուցե ուշացած արդյունք է, բայց նաեւ փողոցային պայքարի արդյունքում է տեղի ունենում եւ ես կարծում եմ, որ փոխանակ անենք հետեւություն, որ ոչ ընտրություններով, ոչ փողոցային պայքարով, որը անիմաստ բան է բերում, հա, որ պետք է բռնություն, իսկ իրական ոչ մի բռնություն պետք չի, պետք է շարունակել եւ փողոցային պայքարը, որը ի վերջո պետք է հանգեցնի ընտրություններով իշխանափոխության, ես կարծում եմ, որ դա լրիվ իրատեսական է։
Պարոն Չալաբյան, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է ճանապարհը բացելու մասին։ Միջանցք տրամադրելու մասին, ոչ թե ճանապարհ բացելու։ Ասել է ճանապարհ պիտի տա։ Սա ինչ կտա նրա այս հայտարարությունը։ Ես ինձ ասում եմ, առանձին եկեք Ադրբեջանի համար պահանջեր չմեկնաբանեմ, ես արդեն ձեզ բացատրեցի։ Ադրբեջանը ունի ռազմավարական նպատակ վերացնելու Հայաստանի Հանրապետությունը։ Քանի որ այդ նպատակը ինքը չի կարող միանգամից լուծել, այն բաժանված է փուլային տարբեր խնդիրների։ Սյունիքում ստանալ միջանցք, հետո դրանով անդամատել Սյունիքը, հետո ռազմական ագրեսիայի միջոցով ստիպել Սյունիքի բնակչությանը տարահանվել, հետո նույնը անել Վայոց ձորում եւ Գեղարքունիքում եւ այլն։ Եկեք ամբողջ շփթան չբացատրեմ, ձեզ դա բավական հասկանալի է իրականում։ Վերադառնամ իմ հիմնական մտքին, եթե մենք ուզում ենք խուսափել այդ հեռանկարից, Հայաստանում պետք է իշխանափոխություն իրականացնել, ձևավորել այնպիսի իշխանություն, որը կարողանա դիմագրավել Ադրբեջանի բաժնային եւ երկրի եւ հայության ընդհանուր ռեսուրսները մոբիլիզացնելու եւ նաեւ դիվանագիտական աջակցություն ապահովելու միջոցով։